Պարոն Կարապետյան, հետևում եք սահմանադրական դատարաններին, ինչ որ հանում է ձեր դիրքորոշումը, պատկերացումները, ակնկալիքները կարելի է իմանալ։ Դա process է, որ մենք պարտավոր ենք անցնենք։ Պարտևանյան ամեն օր դուք տեսնում եք, ներկայացնում է մեր պահանջները։ Շատ լավ ներկայացնում է։ Դրա համար հիմա մենք բոլորս միասին տեսնենք Սահմանադրական դատարանի կախվածության աշճանը այս իշխանությունները։ Մանդատները վերցնելու եք որոշում ունեք արդեն պարոն Կարապետյան։ Իսկ անձամբ ձեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանը ես վստահ եմ հնարավորություն ունի երկրորդ փուլ նշանակի։ Դրա համար մենք այդ հնարավորությանը սպասում ենք։ Անձամբ ձեր դիրքորոշումը մանդատները վերցնել չվերցնելու վերաբերյալ ոչ թե ընդհանուր ժողովրդի հետ հասկանալու։ Անձամբ իմ դիրքորոշումը ամենաճիշտն է լինելու, դուք մի անհանգստացեք։ Այսինքն ինչով է ձեր հույսը ձեր որտեղից, որ Սահմանադրական դատարանը երկրորդ փուլ այսպես ընտրությունների կնշանակի։ Հույս ունեմ, ասիկ տեսնենք։ Իրենք այդ հնարավորությունը ամենայն դեպս Իսկ եթե չի լինում, դուք վերցնում եք, հաղված եք վերցնել մանդատները։ Մեր պլան B-ն դուք միշտ ասում եք, մենք ուժեղ ենք հաղթելու ենք, մենք ուժեղ ենք հաղթելու ենք, բայց ինչ պարտադիր է պլան B։ Եթե ուժեղ չլինենք, Փաշինյանը կմիանար, մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ, դուք այդպիսի բան տեսել եք պատմության մեջ։ Մարդ ազգային ժողովի ամբիոնից կոչ է անում, որ ինձ վռնդեք։ Հիմա դուք այդ կոչին եք հետևելու պարոն Կարապետյան Նիկոլ Փաշինյանի ասած կոչին։ Չէ, ես սպասում եմ մյուս քաղաքական ուժերի կոչերին։ Բա ինչի են հապաղում։ Ով պետք է չի հապաղել։ Կնշեք անունները, ովքեր են, որ մինչ այս պահը ձեզ հետ կապի են դուրս եկել կամ եկել են, քանի որ դուք տնային կալանքում եք Շատ ուժեր են կապի դուրս եկել, շատ ուժեր հայտարարել են։ Դրա համար օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք, հետո դա չի նշանակում միայն կուսակցություններին, նույնիսկ անհատ շատ ազդեցիկ մարդիկ են Իսկ միանալու։ լիդերների հանդիպումը երբ է լինելու պարոն Կարապետյան։ հստակ որ կա։ Հիմա սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դրանից կախված է ինչ հանդիպում ենք մենք պլանավորում։ Եվ նաև այդ հանդիպմանը կորոշվի մանդատներ վերցնել թե ոչ։ Եվ այդ հանդիպմանը մանդատներ որոշելու մենք ժամանակ ունենք, մինչև ամսի քանիս ունենք ժամանակ։ Մինչև հուլիսի ավարտ։ Մինչև հուլիսի վերջը ունենք, մենք այդ ընթացքում նորմալ պայքարելու ենք օրինական մեթոդներով։